Սիրելի հայրենակիցներ, ղարաբաղցիներ, այսօր ես դիմում եմ ձեզ մի կարևոր հարցով, այսօր ես ձեզ կհայտնեմ մի լուր և կփորձեմ տալ որոշ պարզաբանումներ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկել է ինձ ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Դուք գիտեք, որ Հայաստանի վարչապետ Արմեն Սարգսյանը հիվանդության պատճառով հրաժարական է տվել։ Դուք նաև գիտեք այն ծանր տնտեսական և ներքին քաղաքական վիճակի մասին, որը տիրում է այսօր Հայաստանում։ Եվ այս վիճակի ձգձգումը Հայաստանում կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսական վիճակի վրա, քաղաքական վիճակի վրա և այդ ամեն ինչը իհարկե կազդի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության հարցերի վրա։ Դուք գիտեք նաև, որ Ղարաբաղի ներկան և ապագան ուղղակի կապված է Հայաստանի վիճակից և հզոր տնտեսապես զարգացած կայուն Հայաստանը դա Ղարաբաղի ապագայի, Ղարաբաղի անվտանգության առաջին երաշխիքն է։ Ինձ թվում է սա ակնհայտ է մեզ բոլորիս համար։ Հայաստանի Հանրապետության նախագահն համարում է, որ այս ստեղծված դժվար վիճակում ես այն մարդն եմ, որը կարող է իր գիտելիքներն, իր ուժը ներդնել այս վիճակը կարգավորելու համար։ Եվ առաջի հերթին համարում են, որ դա իմ կամքի հարցն է, դա իմ ընդունակության աշխատելու էքստրեմալ վիճակում հարցն է։ Եվ ևս մի կարևոր հանգամանք, ես դիտվում եմ քաղաքական գործիչ, որը կարողացել է կոնստրուկտիվ հարաբերություններ ստեղծել և պահպանել այս դժվար մի քանի տարվա ընթացքում բոլոր հայկական կուսակցությունների հետ և Սփյուռքի հետ։ Եվ այն հանգամանքը, որ ես կողմնակից եմ և համոզված եմ, որ Հայաստանում պիտի վարվի ազգային համաձայնության քաղաքականություն, միացնել բոլոր հայկական ուժերը, բոլոր կուսակցությունները, աշխատել մեկ խնդրի վրա, ընդհանուր համազգային խնդիրների կարգավորման վրա։ Իմ կարծիքով սրանք են առաջնահերթ այն հանգամանքները, որի վրա հիմնվելով Լևոն Տեր-Պետրոսյանը դիմեց ինձ և խնդրեց ինձ ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Ես այսօր ունեցել եմ խորհրդակցություն անվտանգության խորհրդի հետ այստեղ իմ մոտ, հանդիպել եմ կառավարության անդամների հետ կառավարության նիստի ժամանակ և հանդիպել եմ պատգամավորների հետ, մեր ազգային ժողովի պատգամավորների հետ, արտահերթ ազգային ժողովի նիստի ժամանակ։ Ես բացատրել եմ այս վիճակը և իմ համար խնդիրը հետևյալն էր։ Եթե այս մարմիններում այդ առաջարկը Տեր-Պետրոսյանի չընդունվի, ապա ես պիտի հրաժարվեմ։ Ես պիտի ասեմ, որ
այդ առաջարկը մի քիչ անսպասելի էր, բայց այն տրամաբանությունը, որը կար այս հիմնավորումների մեջ, ընդունվեց եւ ազգային ժողովի պատգամավորների կողմից, եւ կառավարության անդամների, եւ անվտանգության խորհրդի անդամների կողմից։ Եվ ես այս դեպքում հանգիստ սրտով կարող եմ այս քայլը անել։ Ես հասկանում եմ, որ նոր է եղել իմ ընտրությունն, անցել է ընդամենը մի քանի ամիս։ Ես հասկանում եմ, որ ես սկսել եմ աշխատանքս Ղարաբաղում իբրև առաջին դեմքի 92 թիվ օգոստոսից եւ իմ հետ ժողովուրդը կապում են եւ հույսեր եւ կապում են եւ իմ հետ եւ այն թիմի հետ, որի հետ ես աշխատեցի, այն հաջողությունները, որը մենք ունեցել ենք այս մի քանի տարվա ընթացքում։ Ես հավաստիացնում եմ ձեզ, որ այդ թիմը մնում է ստեղ շարունակելու է աշխատել։ Ես հավաստիացնում եմ ձեզ, որ այն բոլոր խոստումները, որը եղան նախընտրական արշավի ժամանակ, այն ծրագիրը նախընտրական, որը ընդունվեց, այդ ծրագիրը կատարվելու է լրիվությամբ, նույնիսկ մի քանի բան հավել։ Ես համոզված եմ, որ ներսի քաղաքական վիճակը Ղարաբաղում կմնա կայուն եւ այն դեմոկրատական փոփոխությունն են, այն ազատությունն են, որը մենք սկսել ենք մտցնել Ղարաբաղում ռազմական դրության դրույթները թեթևացնելով 2 տարի առաջ, այդ գիծը շարունակվելու է եւ Ղարաբաղում մենք կարողանալու ենք ունենալով հզոր բանակ, ունենալով բավական խիստ օրենքներ, նաեւ կազմակերպել ազատ կյանք ժողովրդի համար։ Եվ այն նոր պաշտոնից, այդ նոր հնարավորություններով ես անելու եմ ամեն ինչ այդքան ապահովելու համար, ամեն ինչ, ինչ որ իհարկե ինձնից հնարավոր կլինի անել։ Սիրելի ժողովուրդ, ես հասկանում եմ, որ դժվար ժամանակ է այսօր Հայաստանում։ Ես հասկանում եմ, որ մեծ պատասխանատվություն եմ վերցնում իմ վրա։ Սա իմ համար 92 թիվն է, 92 թիվ օգոստոս, երբ որ ես դարձել եմ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահ եւ հիշում եք շատ կարճ ժամանակաշրջանում ինչ հաջողություններ մենք ունեցանք։ Սա իմ համար մի նոր փուլ է եւ այս խնդիրը լուծելով ես առաջի հերթին համարում եմ, որ շարունակելու եմ լուծել Ղարաբաղի հարցը։ Ես կարող եմ նաև ասել, որ այս քայլով մենք երևի մի աստիճանով ավելացնում ենք, ուժեղացնում ենք Ղարաբաղի անվտանգության հարցը, դա իմ համար անկասկած է։ Եվ այս նոր դիրքով, որ ես կընդունեմ, մենք նաև իմ համար ակնհայտ է, մենք ուժեղացնում ենք Ղարաբաղի քաղաքական դիրքը։ Չի կարող պատահի ես լինեմ Հայաստանում որպես վարչապետ եւ Ղարաբաղի հարցի կարգավորման, քաղաքական կարգավորման հարցը չլինի իմ գործի, իմ ուշադրության կենտրոնում եւ ես չպնդեմ եւ չանեմ ամեն ինչ, որ մենք ունենանք այն լուծումը, որին մենք երազում ենք։ Հայրենակիցներ, այսքանով ես կվերջացնեմ իմ ելույթը, իմ դիմումը։ Ես հրաժեշտ չեմ տալիս
ձեզ, նույնիսկ ես ստեսություն չեմ ասում ձեզ, որովհետև ես ուրիշ տեղ չեմ գնում, մենք բոլորս մնում ենք մեկ նավում, որի անունը հայկական պետականությունն է, և եղեք համոզված, որ այդ նավը հասնելու է այն ափերին, որին մենք երազում ենք։ Երևի նույնիսկ այս քայլը կարելի է գնահատել նաև մի կարևոր քայլ այն միացման ուղղությամբ, որի համար սկսվեց այս շարժումը, որի համար մենք հաղթանակեցինք այս պատերազմը և որի համար մենք կառուցում ենք մեր պետությունը։ Հաջողություն են ցանկանում ձեզ բոլորիդ, մենք շարունակենք մեր գործը մի տեղ, մենք մեկ նավում ենք, ես ոչ մի տեղ, հեռու ոչ մի տեղ չեմ գնում, մեկ գործի վրա ենք, մեկ նպատակ եք հետապնդում և մի տեղ ենք աշխատում։ Հաջողություն բոլորիդ։